Կրկին ավտոդրայվն է էկրաններին և հերթական հետաքրքիր ավտոմրցությունը, որը կազմակերպել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան իդեմ ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի։ Աշխուժությունը, որն առաջացրել է Jeep Trophy Sprint մրցարշավը, ասվածի վառ ապացույցն է։ Բագիները ևս հնարավորություն են ստանում դուրս գալ մրցուղի, դա ավելի է թեժացնում պայքարը։ Շնորհակալություն մեր հաղորդաշարի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր Ավտոսան ընկերություն, Բարդալ ապրանքանիշով։ Պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց։ Հաղորդման երկարամյա աջակիցներն են Արզնիկատ ընկերությունը, Քեշուա Արմենիան, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, Blitz Motors-ը։ Առանձնակի շնորհակալություն Multi-Group կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Ավտոդրայվ հաղորդաշարին և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Ամենագնացներից մեկը ցավոք շարքից դուրս է եկել և չի կարող շարունակել մրցությունը։ Թեև նրանք մրցապայքարի մեջ են հայտնվում 1 րոպե պարբերությամբ, այնուամենայնիվ ականատես ենք լինում իրավիճակի, երբ անձնակազմերը շրջանցում են միմյանց։ Արշավորդները չափազանց ագրեսիվ են վարում իրենց ամենագնացները, ինչը ստիպում է դրանց որոշ հատվածներ անցնել դրիֆտով։ Ինչ գեղեցիկ շրջանցում է կատարում բագիներից մեկը, շրջադարձին կտրելով անկյունը։ Կարելի է միայն հիանալ։ Արշավորդները բաց չեն թողնում ոչ մի հնարավորություն բարելավելու դիրքը, նույնիսկ մեկնարկային գոտում։
ակնհայտ է բագիների առավելությունը ծանրաքարշ ամենագնացների հանդեպ։ Ահա եւ ավարտվում են B դասի մրցելույթները։ Վերջապես հնարավորություն են ստանում մրցուղի դուրս գալ C դասի արշավորդները։ Նրանց համար մրցուղու վրա որոշ բարդություններ են ավելացել։ Գրանցված մասնակիցներն են. Մարսել Բրուկյան, համար 01, C դասում հետաքրքիր իրադարձություններ են ծավալվել։ Զորակից դուրս գալու համար Մարսելը պետք է դիմի ճոպանակին։ Սա լավագույն որոշումն է այս պայմաններում։ Համար 02, Կամոյին շրջանցելու համար Մարսելը ստիպված է փոխել ճանապարհը, ինչը տպավորիչ ցատկի պատճառ է դառնում, եւ նա ստիպված է ձորակը մտնել ոչ այնքան հարմար տեղից։ Pai. Apet! Tiago!
Արմեն Ղազարյան, համար 03։ Հաշվի առնելով մրցակիցների դառը փորձը, Արմեն Ղազարյանը որոշում է խուսափել ծուղակից։ Давай! Ահա եւ հետևանքը։ Մարսելի ամենագնացի ղեկային ձգաձողը, այսինքն Տյագան, կոտրվում է։ Մարսել Բրուտյանի ամենագնացը կորցրել է ղեկային կառավարումը, բայց նա դեռ պահպանում է հնարավորությունը ավարտելու մրցելույթը, եթե կարողանա մտնել վերջնագիծ։ Եկավ։ Կամոն եւ իր ղեկապետը համար ջանքեր են գործադրում ճոպանակի օգնությամբ ծուղակից դուրս գալու համար։ Կեցեք տղաներ։ Շատ լավ արդյունք է։ Արմեն Ղազարյանը եւս ստիպված է դիմել ճոպանակի օգնությանը։ Ցեխն այնքան լպրծուն է, որ անիվները աննպատակ սահում են վրայով։ Ժամանակ չդարձեք։ Մարսել Բրուտյանը ձգաձողը կոտրելուց հետո չի հանձնվում, նա որոշել է ամեն կերպ ավարտել մրցելույթը, իսկական ջիփերի բնավորություն։ Ահա եւ գրանցվում է նրա ֆինիշը։ Զորակից դուրս գալու համար անձնակազմը պետք է ճոպանակի օգնությունն օգտագործի։ Շնորհակալություն մեր հաղորդաշարի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր ավտոսան ընկերություն Բարդալ ապրանքանիշով, պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց, հաղորդման երկարամյա աջակիցներն են Արզնի կատ ընկերությունը, Քեշուա Արմենիա, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, Blitz Motors-ը, առանձնակի շնորհակալություն Multi-Group կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Ավտոդրայվ հաղորդաշարին և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։
Գաստու ֆրա։ Փողե, այ։ Ազատեք տարածքը։ Կամոն կարծես դադարեցնում է պայքարը։ Նրա ամենագնացը ծուղակից դուրս քաշելու համար գործի են դրվում բոլոր ուժերը։ Ամեն ինչ կարծես ավարտվում է, եւ ժամանակն է ամփոփել արդյունքները։ Բագիների դաս, երկրորդ տեղ Վարդան Մովսիսյան, առաջին տեղ Կարեն Մկրտչյան, A2 դաս, երրորդ տեղ Կարեն Սարգսյան, երկրորդ տեղ Աբրահամ Աշղյան, առաջին տեղ Արտաշես Ստեփանյան։ Սպորտ դասի մասնակիցների երրորդ տեղ գրավելու համար Կարիկ Սաֆարյան, երկրորդ տեղ գրավելու համար Ռաֆիկ Բաբայան, առաջին տեղ գրավելու համար Նորիկ Ղազարյան, C 12-րդ տեղ գրավելու համար Մարսել Բրուտյան, առաջին տեղ գրավելու համար Արմեն Ղազարյան։ Այսօր թերևս այսքանը։ Կհանդիպենք։